Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր, Անաստասիան։ Գնա այստեղից, խնդրում եմ, ավելի մի բարդացրու ամեն ինչ։ Ավելորդ ցավ մի պատճառիր, առանց այն էլ այս ամենն անտանելի է։ Այս սերն Անաստասիա չափազանց ուժեղ է, որպեսզի նահանջի։ Ոչ ոք չի կարող անխելել ինձանից։ Իմ սերն այնքան մեծ է, որ անհնար է նկարագրել այն։ Դու գիտես, թե ինչ նկատի ունեմ։ Դուրս։ Ես սիրահարվեցի քեզ այն պահից, երբ տեսա քեզ, Անաստասիա։ Եվ իմ ուզած միակ բանը այն է, որ դու ինձ հնարավորություն տաս։ Ասես, որ մի հնարավորություններ կտաս։ Խնդրում եմ, ինձ մի հույս տուր։ Ես այդ հույսից ամուր կկառչեմ։ Կսպասեմ, որքան որ հնարավոր է։ Խնդրում եմ, տուր ինձ այդ հույսը։ Հեռացիր։ Գնա, խնդրում եմ։ Հիմա ես ի վիճակի չեմ մտածել։ Այս ցավը ինձ կուրացրել է։ Գնա, խնդրում եմ։ Գնա։ Շրջվիր եւ հեռացիր այստեղից։ Եթե այն ուղենք, կկարողանանք նորից օգտագործել։ Ինչպես կարող ենք այն նորից օգտագործել գոյտը, չենք կարող։ Ոչինչ, ես մի մեծ գիրք կդնեմ դրա վրա եւ այն նորից կուղվի, երբ նոր գրասենյակ տեղափոխվի։ Ասացի չէ, որ անհնար է գոյտը։ Չես տեսնում, այն ծրմրված է։ Ինչպես կարող ենք այն ուղղել գոյտը։ Մակո, ես պարզապես փորձում էի օգնել։ Շատ լավ գոյտ է, բայց դու չես կարող մեզ օգնել, չես կարող, որովհետև այստեղ ոչինչ չկա անելու։ Նայիր, տեսնում ես պատին ինչ է գրված։ Սա ճշմարտությունների ճշմարտությունն է։ Իմ աուրելու արկածը նման է Ջեյմս Բոնդի ֆիլմին։ Մի անհանգստացիր, Մակո, չէ, որ ես եւ դու։ Ինչ ես եւ դու գոյտը։ Եվ քո միջև ոչինչ չկա, որովհետև այն ոչ էլ ինչ է։ Եթե ոչ խաբկանք, հասկացար ինձ։ Ես կոպիտ անտաշ եմ, չես տեսնում։ Չես տեսնում քեզ ինչպես եմ վարվում։ Ասիր գոյտը, ես կոպիտ ու անտաշ եմ, այո։ Ես երբեք չեմ գնա ճաշի։ Եթե իմանամ, որ այնտեղ ծես կրթուկի ու ըմբշամարտի համար նախատեսված անկյուն չկա։ Տեոբալդո, դու գաղափար անգամ չունես, թե որքան երախտապարտ եմ քեզ, իսկապես չգիտեմ ինչ պիտի անեի առանց քեզ, դու այնքան տաղանդավոր, այնքան խելացի, անկանխատեսելի ու եզակի անձնավորություն ես, շնորհակալ եմ։ Դա նվազագույնն է, որ կարող է անել։ Ռոմելա, մեծ բան չէ։ Այո, մեծ բան չէ, ճիշտ է, դու մեզ գլխատումից չես փրկել, դե վերջ տվեք այդտեղ։ Հասկացիր ինձ, Ագրիպինա, ես երբեք բանտում չէի եղել, ես շատ նյարդայնացած եմ։ Այո, եկեք գնանք։ Ոչ, մենք նախ պետք է քննիչ հետ խոսենք։ Ես արդեն վճարել եմ գումարը եւ իջալյոց մեծ գումար։ Ես չգիտեմ ծերուկին ինչ ենք ասելու։ Այս ամեն ինչպես ես բացատրելու։ Չգիտեմ ինչ ես անելու ակտիվով, չգիտեմ։ Գնանք։ Աստված իմ, այստեղ ինչ է տեղի ունեցել, Մակո, այս ինչ խառնաշփոթ է։ Այնպեսի տպավորություն է, կարծես վանական անցած գիշեր այստեղ է եկել ու ամեն ինչ տակնու վրա արել։ Նա անգամ հաղորդագրություն է թողել։ Գրեգորիա, սիրելիս ինձ մենակ թող Մակոյի հետ, լավ, գնա։ Դու ճիշտ էիր։ Իգին ես գոյտայի հետ չեմ կարողանում շփվել։ Ես այդքան համբերատար չեմ։ Գիտեք թե նա ինչու հեռացավ։ Որովհետև ես խելագարին մանզարեցավ գողացի նրա վրա։ Նա այլայլվել էր։ Բախի ձայնը կտրեց ու տեղում քարացավ, հասկանում ես։
Մի մեղադրիր քեզ, Մակո, ոչ բոլորը կարող են Գոյիտային հանդուրժել։ Ոչ։ Ես չէ ուզում որ նա այդպես շրջվեր։ Նա մեղքով չէր։ Բանն այն է, որ ես չգիտեի ինչ անել։ Ես նման եմ մի անպիտանի, մի հրեշի։ Իսկ հետո սկսեցի նրան կոպտել։ Չէ, դու իրավացի ես։ Իմ ու Գոյիտայի միջև ոչինչ չի կարող լինել։ Կամաց նա այս ամենը կհաղթահարի ու կմոռանա քեզ։ Հիմա կարևորն այն է, որ Գոյիտային ցավ չպատճառես։ Այս կինն այստեղի հիվանդներից է։ Դե լավ, Դայանա։ Մենք ավելի ուշ կխոսենք, ես կզանգեմ։ Լավ։ Բարև ձեզ։ Լսում եմ, ինչով կարող եմ օգնել։ Լսեք, ես այստեղ հասարակական ծառայությունների համար չեմ եկել, այս կինն այստեղ է։ Ես ձեզ ոչինչ բանով չեմ կարող օգնել, ներեցեք։ Ուրեմն գտիր մեկինով կարող է, որովհետև ես վստահելի աղբյուրներից իմացել եմ, որ նրանք այս կնոջն այստեղ են բերել, այնպես որ գտիր համապատասխան մեկին հենց հիմա։ Տեսնես ով է քեզ այստեղ բերել։ Այստեղ ամեն ինչ շատ թանկ է։ Իսկ եթե Ալեքսանդրան չլինի։ Ոչ։ Պետք է որ Ալեքսանդրան լինի, նա է։ Ինչ եք այստեղ անում, պարոն։ Օվիդիո Բորովսկի, ես պետք է ճշտեմ արդյոք այս կինն այստեղ է։ Ոչ, մեզ մոտ նման կին երբևէ չի եղել, այնպես որ կարող եք գնալ։ Շատ շնորհակալ եմ, բժիշկ։ Դուք ինձ շատ օգնեցիք։ Գիտեի, որ այստեղ կլինես։ Այո, ես հրաժեշտ էի տալիս գրասենյակին։ Որոշեցի դրա կենացը խմել, արի խմիր ինձ հետ, վերցրու։ Վերցրու։ Լավ, դրա կենացը, ապրես։ Դե ինչ որոշեցիր, գալիս ես ինձ հետ։ Ոչ դեռ չգիտեմ, ամեն ինչ նորից ասա, ուր ես գնալու։ Քերիս մոտ։ Քերի Ֆակունդոյի ագարակն եմ գնում։ Այո։ Հիմա է Պանաստասին ելևս չի ուզում տեսնել ինձ համար միևնույն է։ Ես այդ կնոջը ընդմիշտ կորցրեցի։ Այո, գիտես, կարծում ես, որ Գոյիտային եմ կորցրել։ Եթե մենք հեռանում ենք այս ամենը մոռանալու եւ թաքնվելու համար, ես միանում եմ քեզ։ Բանն այն է, Մակո, որ ես վստահ չեմ, որ կարողանամ մոռանալ Անաստասիային։ Ավելին, ես նրան երբեք էլ չեմ մոռանա, որովհետև այդ կնոջը խենթի պես եմ սիրում։ Դե ես էլ Գոյիտային եմ սիրում, այնպես որ այդ ագարակում թաքնվելն անիմաստ է, որովհետև մենք նրանց երբեք չենք մոռանա։ Նայր, սա ինչ է։ Սեուլդ է։ Լսիր հայրիկ, ուզում եմ իմանալ, չգիտեմ ինչպես ասեմ, լսիր, ես փորձանքի մեջ ենք, որովհետև նրանք խաբելու թալանել են ինձ, նրանք խաբել են ինձ, երբ ես այցելում եմ բժշկի, Ինչ բժիշկ։ դե բժիշկ, սովորական բժիշկ, Անբարոյական շուն, նա անառակի մեկն է։ Շուն, գազան։ Տոնի, ես կարող եմ բացատրել քեզ։ Ասենք ես այցելում եմ բժշկի, որ նա բուժի ինձ, բայց հակառակը դուրս եկա, որովհետև նա չբուժեց ինձ, եւ հենց այդ պահին, երբ այդ ոստիկանը եկավ,
Ոչ, այդպես չէր։ Ոչ, այդպես չէր։ Հայտիկ Ագրիպինա, հայտիկը հիշիր։ Ամեն ինչ իրար մի խառնիր Տեոբալդո փայտ այն ժամանակ, երբ ես Աքրիլեսին ու Ագրիպինային ոստիկանի հետ հյուրանոցում գտա այն ժամանակ, երբ լուծերի տոն զանգեց ինձ։ Լավ, վերջ։ Ձեր արկածներն ինձ այնքան էլ չեն հետաքրքրում։ Միայն պետք է ասեմ, Ագրիպինա, որ դու չպետք է խառնվեիր Աքվիլեսի ու Բրոմելիայի անձնական գործերին։ Նրանք անձամբ պետք է լուծեն իրենց հարցերը ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության։ Ինչպես դու ես լուծում հարցերը Տեոբալդոյի հետ, բայց դա քեզ էլ է վերաբերվում։ Ոչ, պարոն, այս տունը խաղաղության կարիք է զգում, խնդրում եմ վերջ տվեք տարբեր սենյակներում ու առանձին անկողիններում քնել։ Բավական է։ Դե լավ, սկեսրայրս։ Հիանալի է, երբ կարծում ես, որ այս հարցը լուծում ունի, ես կփորձեմ լուծել մեր ամուսնական խնդիրը։ Ես էլ եմ նույնը խոսանում հայրիկ։ Այսա ուրիշ բան է։ Գիտես սա ինչ է նշանակում, սեոդը։ Չգիտեմ, և ճիշտ չեմ էլ ուզում իմանալ, հավալի վերջ տանք այս ամենին, քո ընտանիքը շատ անշնորհակալ դուրս եկավ, դու գիտես թե ինչ նկատի ունեմ, երբ քո ծերիքը մեզ դուրս արեց, ուրեմն այս սեոդեն երևի նրան է վերաբերվում, միայն նրան, ճիշտ եմ ասում։ Դասիր երբ ենք գնալու, ամպերը գորում ենք, գիտես, չեմ ուզում ազրևի տակ ընկնենք, մի քիչ ուշ կշարժվենք, որ լուսադեմին տեղ հասնենք։ Ինձ էլի գարը ջուր տուր։ Ահա վերցրու, ապրես։ Ինչ արի, արե մեր կենացը խմենք, թեև մեզ չեն սիրում, իմ արտասովոր Անաստասիայի կենացը։ Զայրույթից խեղդվում եմ, կարծես կծու պղպեղ կերած լինեմ։ Ինչու ամեն ինչ այսպես ստացվեց։ Ինչու Աուրելուն չընդունեց վանականի պայմանը, ինչու չընդունեց։ Միթե կարծում ես, որ կնքամորդ մահվան պատճառը Աուրելիոն է։ Ես այդպես չեմ կարծում, պարզապես դա այդպես է։ Նա միակ մարդն էր, որ կարող էր փրկել նրա կյանքը, բայց չփրկեց։ Տեր Աստված։ Գիտես ամենավատն ինչն է, որ ես անխելքս, հիմարի նման մինչև հոգուս խորքը սիրում եմ նրան, ես խենթի պես սիրում եմ նրան, սիրում եմ Վիոլետա։ Բայց եթե այդքան շատ ես սիրում նրան, ինչու չես ներում։ Նա չէր կնքամորդ ցիստերնի մեջ գցել։ Չես կարծում, որ նրա հետ շատ դաժան ես վարվում։ Բայց նա էր պայմանը չընդունողը Վիոլետա։ Ես չեմ կարողանում սերս զսպել, բայց միևնույն ժամանակ չեմ կարողանում մոռանալ նրա արածը։ Ինչ կարող ես անել, երբ քո ամենասիրած անձը ամենամեծ ցավն է քեզ պատճառել, Վիոլետա։ Հիմա դու պետք է ուղղակի ավելի ուժեղ լինես, լավ։ Մի փոքր սպասիր, մինչև ի վիճակի լինես ճիշտ մտածել։ Եթե ամեն ինչ այսպես պատահեց, ուրեմն պատճառ կա եւ անխոս բացատրություն էլ կլինի։ Նրա ոչ մի բառը, ոչ մի բացատրությունը ետ չի բերի կնքամորս Վիոլետա։ Դա օրինակ գիշերը չէ, դա իր ամպերը գորում են, բայց անձրև չկա։ Մակո դեռ կարծում ես, որ վանականը Օվիդիոն է։ Գիտես, վերջերս սկսել եմ ավելի շատ Կոնստանսիայի վրա կասկածել։ Նա բարեդես արտակինի այդ անմեղ դեմքի տակ մի կեղծ շինչ ու բան կա թաքնված։ Ավերին, նա շատ խորամանկն է։ Բայց մյուս կողմից ես կասկածում էի իմ մեծ եղբայր Տեոբալդոյին։ Այնքան հիշաչար է։ Սառնասիրտ ու հաշվենեկատ։ Չգիտեմ։ Դեռ շարունակելու ես երգը երգել, ու այդ ամենը ուսերից վերցնեմ։ Բավական է, վերջ դու։ Չեմ կարող, Մակո, չեմ կարող, երդվում եմ, որ բազմիցս փորձել եմ մոռանալ այդ ամենը։ Ու առաջ շարժվել, բայց չի ստացվում։ Կամ էլ գիտես ինչ, չեմ ուզում մոռանալ։ Ասիր Մակո, ես հիմա կհեռանամ, բայց երդվում եմ, որ կվերադառնամ, երդվում եմ,
Երբ բոլորին կապացուցեմ, որ չեմ պարտվել, կվերադառնամ այդ վանականին ցույց կտամ, որ նա ինձ չի հաղթել։ Երբ բռնեմ նրան, կսկիվեմ, որ Արիան Պապուսի, Անաստասիայի, Դեմետրիայի և Ալեքսանդրայի թափած յուրաքանչյուր արդյունքի համար։ Այս այ մավրողն է։ Այդպես է պետք բարեկամս, տուր ինձ ձեռքը, տուր։ Ոչ, նորից, այ այդպես։ Դե գնացինք։ Ընտրում եմ ձեզ, բոլորդ ինձ լսեք։ Ես ձեր բոլորին այստեղ եմ հավաքել, որովհետև կարևոր բան ունեմ ասելու։ Որոշել եմ ընդունել վանականի պահանջը։ Աուրելիոն այլևս այս տանը չի ապրում։ Վերջապես այդ սրիկան հեռանում է այս տնից։ Ես նորից սկսում եմ ինձ ուրախ եւ խաղաղ զգալ։ Այն ժամանակվա պես երբ Հելենան ողջ էր։ Կրկին որդին վճարեց ձեր գարշելի արարքների համար, նա անմեղ է, բայց չգիտես ինչու միշտ նա է ձեր փոխարեն վճարում։ Աուրելիոնին որդին է, եւ ես խորապես ցավում եմ, որ խնդրել եմ նրան լքել այս տունը։ Ես այդպես եմ վարվել, գնացել եմ այդ զոհաբերությանը մի պայմանով, որ վանականն էլ իր խոստումը կկատարի։ Հետաքննությունը չի շարունակվի։ Մենք ամեն ինչ կթողնենք այնպես, ինչպես կա։ Սա նշանակում է վերջ հիմար հաղորդագրություններին ու մահվան։ Բայց դա անարդարացի է, հայրիկ։ Ինչ-որ մեկը պետք է վճարի աղջկաս մահվան համար, չէ՞։ Երող է տանի, հրաշալի ընտանեկան ժողով է։ Ինչ լավ է, որ բոլորդ այստեղ եք, ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ Կոնստանսան ինձ է վաճառել երազների խաչը, և ես եկել եմ այն վերցնելու։ Կարելի է իմանալ, թե Կոնստանսան ինչպես է համարձակվել այդ զարդը վաճառել։ Բայց դա մեր ժառանգության մի մասն է, այդ զարդը նույն հաջողությամբ կարող էր իմ երեխային պատկանել։ Ոչ, այդ զարդը միայն իմն է։ Եվ այդպես մի նայեք ինձ վրա։ Բավական է ինձ այդպես նայեք, երբ ինձ այդպես եք նայում, ես շփոթվում եմ։ Միայն սա էր պակասում։ Ինչպես ես համարձակվել նման բան անել, Կոնստանսա։ Հելենան մահանալուց առաջ երազների խաչը կտակել էր ավագ դստերը Կոնստանսայի։ Այո, ինձ։ Ճիշտ եմ, չէ, Տոնի։ Ոչ, այս շոուն ինձ չի հետաքրքրում, ես գնում եմ աղջկաս մոտ, ներեցեք։ Մենք նույնպես գնում ենք, ինձ թվում է, որ առանձին միայն ընտանիքի անդամներով խոսել այս տանը անհնար է։ Արի Վիոլետա։ Ես ում տեղն ես տրել, Վալենտինո, կարծում ես կարող ես գալ ու ընտանիքի Սանդորը խանգարել, լավ կլինի գնաս։ Ես չեմ հեռանա, մինչև ինձ երազների խաչը չտակ, որովհետև ես արդեն վճարել եմ դրա համար։ Արի գնանք գրասենյակ, այնտեղ կխոսենք։ Լավ կլինի, որ բոլորդ գնաք ու փորձեք հանգստանալ։ Հուսով եմ վանականի հետ կապված ամեն ինչ արդեն անցյալում է։ Շատ լավ է, որ բոլորը զբաղված են, ոչ ոք մուտքին չի հետևում։ Հիմա ես կարող եմ փնտրել Ալեքսանդրային։ Պարոն, նորից դուք։ Լսեք օրիորդ, ես հիմա թույլտվություն ունեմ, բժիշկը վստահեցնում է, որ նկարի կինն այստեղ է։ Ախր այդ հիվանդը չի կարող այցելուներ ընդունել, նա շատ։ Այո, նա շատ ագրեսիվ է, գիտեմ։ Ներեցեք, ես պարզապես ուզում էի տեսնել նրան, ուզում եմ համոզվել, արդյոք նա իմ կինն է։
Նա հիմա հանգստացնող է ընդունել, նա հիմա չի կարող ճանաչել ձեզ, ավելին ոչ բժիշկը եւ ոչ էլ տնօրենը դեռ չեն եկել, այնպես որ դուք չեք կարող ներս մտնել։ Լսեք օրոր, ես շատ հուսահատված եմ, ես փնտրում եմ կնոջս այն ժամանակից ի վեր ինչ նա ենթարկվել է վթարի։ Ես պատրաստ եմ ամեն ինչի միայն թե գտնեմ նրան։ Եկեք ինձ հետ։ Լսեք։ Սա ձերը կլինի, եթե թույլ տաք տեսնել այդ կնոջը, միայն տեսնեմ նրան։ Խոստանում եմ, որ եթե այդ կինը իմ կինը չլինի, ես կհեռանամ, ու այլևս չեմ անհանգստացնի ձեզ։ Ես ինձ անախորժ պատմության մեջ եմ գցում, բայց հետևեք ինձ։ Հարցերը Տեոբալդոյի հետ բարձեցիր։ Ամեն ինչ կարգին է։ Ակվիլես, Տեոբալդոյի հետ մեր հարաբերությունները երբեք էլ կարգին չեն լինի։ Այն ամենից հետո, երբ պարոն Տոնին մեզ վրա այդքան խոսեց, նա հեռացավ։ Հեռացավ։ Որովհետև դա մեր մեղավորությունն է, այլ ոչ թե նրա։ Տեքրս, ինչու ես այդպես ինձ հետ խոսում, ամոթ քեզ։ Լավ, բավական է, մի մոռացիր, որ որդիս ամենուրեք տեսախցիկներ է տեղադրել։ Կամաց խոսիր։ Լավ, հարսիկ։ Ես քեզ կտանեմ այդ վալսահարդարի մոտ, լավ։ Այո, Տեքրս, այո։ Սա կլինի իմ նշանը, իմ և քո, լսում ես։ Տեքրս, շնորհակալ եմ ամեն ինչի համար, դու շատ հոգատար ես, բարի։ Լավ, դեռ կհանդիպենք։ Այո։ Facundo։ Քերի Facundo։ Վարպետ։ Միգուցե նա ջունգլիներ է գնացել։ Այսօր տրամադրությունը տեղն է, չէ։ Դե լավ։ Քերի Facundo։ Քերի Facundo։ Քերի Facundo։ Սպասիր, մի րոպե սպասիր։ Սպասիր Քերի Facundo, այդ ես եմ Աուրելիոն, քո զարմիկը։ Չես ճանաչում ինձ։ Ես ոչ մի զարմիկ էլ չունեմ։ Հեռացեք այստեղից, եթե չեք ուզում, որ գլուխները թռցնեմ։ Ապա նրանց նայեք, տեսեք, որքան արագ եմ վազում։ Նա հանգստացնող է ընդունել։ Վերջապես ես կտեսնեմ քո դեմքը։ Հեյ, ես ձեր վրա եմ ծիծաղում, այնպես որ դուք լռեք։ Տես, քո կատակը բոլորովին էլ ծիծաղելի չէր։ Եվ ուզում էիր նման ձևով բանականին բռնել։ Լավ, հետախույզն ինքն է շանհետեմ, ոչ թե հակառակը։ Բանականին բռնելը նման է մի կտոր թխված կուտելուն, որովհետև ես գիտեմ, թե ով է այդ սրիկան։ Գնանք։
Ինչը պատահել, ինչու չի շարժվում։ Հանգստացնող է ընդունել։ Իսկ ինչու են այս խուցի մեջ։ Օգնեցեք, հիվանդի վիճակը վատ է, օգնեցեք, օգնություն։ Զայք բարոն, այս տպերի մեջ աշխարհի ծայրում գտնվելով ինչպես կարողացեք իմանալ թե վանականը ով է։ Ինչպես կարողացեք բարձել դա։ Որտեղ եք այդ մասին կարդացել։ Ջունգլիներում ինչ է։ Դա կարևոր չէ թե ինչպես է այդ մասին իմացել Մակո։ Դույթը շատ կարևոր իմանալ թե ով է վանականը քերի, շատ կարևոր։ Մանդարինն էլ հեշտ մաքրվող միրգ է, չէ։ Միայն հարցնելով ուզում ես պարզել թե ով է վանականը եւ վերջ։ Հա, թե ինչու չկարողացար բռնել մարդասպանին։ Ախր այս աշխարհում ամեն ինչ այդքան հեշտ չի տրվում։ Հրաշալի է պարոն։ Ինչու եք ծաղրում մեզ։ Դուք ավելի անպիտան եք, քան մոտոցիկլետի միջիմով խրամանը, լսեք։ Հենց մի բանից գլուխ չեք հանում, հանձնվում եք եւ վերջ։ Ժամանակին ես ոստիկան էի, եւ երբ չկարողացա հետաքննություն ավարտին հասնել, հանձնվեցի, մեկուսացա բոլորից։ Այո, քերեն պատմություն, երբ դու չկարողացար բացահայտել Հելենայի մահվան առեղծվածը։ Դու այդ պատճառով ամեն ինչ թողեցիր, ճիշտ է։ Կարծում ես, որ դա ինչ-որ կապ ունի վանականի հետ։ Միգուցե ունի ինչպես երկինքը կապ ունի սավանայի հետ։ Ո ոչ, ես կշամ, եթե կավբոյ հանելու կկռահեմ։ Ժամանակից շուտ մի ուրախացիր տղա։ Դուք այս սագարակում դեռ անելու շատ բան ունեք։ Իսկ հիմա եկեք, շարժվեք, եկեք։ Տարեք նրան։ Մենք պետք է նրան հանգստացնող ներարկենք տիկին։ Դե ինչու նրան միանգամից չեք ներարկում այդ տեղը։ Virgen Santísima, si mi hijo ya se fue, ¿qué es lo que quiere esta bestia ahora? Cálmate. Vamos a calmarnos, Yolanda. A lo mejor su intención es otra. A lo mejor simplemente quiere decirnos que nos va a dejar en paz. Ay, Toño. Cálmate. Yo hice al monje. Él es mi obra. ¿De qué se trata todo esto? Yo soy el cerebro detrás del monje. No es un juego. ¿Se dieron cuenta? Ese hombre es un monstruo. Lo que tú, Toño, Yolanda y Demetria le hicieron a Elena no tiene perdón. Pero alguien debe hacerles pagar todos esos sufrimientos. Uno a uno van a saber lo que padeció Elena. ¡Se acabó! ¡Se acabó! Yo no pienso seguir este juego perverso. Este es un ambicioso que lo único que desea es la cruz de los sueños. No, Toño, prende esa perola otra vez. Tenemos que saber qué es lo que quiere. Tenemos que acabar con todo esto de una buena vez. Pues bien, los espero en casa de Elena. Nada mejor para recordar el pasado que aquellos lugares donde se hizo historia. Aquí les tengo al monje. Aquí se... Բռնիր։ Իսկ ինչի համար է սա։ Ինչպես թե ինչի համար է։ Խոզանոցը մաքրելու։ Իսկ ես ձեզ կհետևեմ։ Ինչ։ Կյանքը իրականում կեղտոտ բան է։ Դուք պետք է միշտ կարգի բերեք այն։ Եկեք գնանք։
Բավական է ձգնկուլների նման քարացած կանգնել։ Nunca se ensucian. Գնացինք, եւ դուք կպատմեք, թե ինչ գիտեք վանականի մասին։ Միթե դուք չէիք, որ ասացիք մեզ, որ դուք կպատմեք բանականի մասին։ Անունն ասեք եւ վերջ, դե խոսեք։ Ամեն ինչ է, ոչինչ է։ Ահա, բանականը դա է։ Ese es el monje. Դեսիր կերի, բանականը սև շորեր է հակնում, ճանկեր դնում եւ մտցնում մոցի թույնի մեջ, այնուհետև սպանում է դրանով իր զոհերին, բայց մենք չգիտենք թե ով է նա, չգիտենք թե ինչու է այդ ամենն անում եւ չգիտենք թե ով է, դրդել նրան այդ քայլին։ Ասում ես ճանկեր, շանիքի նման։ Այո, նա մարդկանց ճանկում է որտեղ որ պատահի, օրինակ մի անգամ նրա ոտքն էր ճանկել։ Լավ, եկեք գնանք, կեղտը մեզ է սպասում, գնանք։ Ես պիտի կարակ ասում մնայի։ Արի, ինչպես քերիս է ասում, պետք է աշխատել։ Պարոն Օվիդիո, խնդրում եմ, ուզում եմ, որ սա տեսնեք։ Գաղափար ունեք, թե այդ հետքը ինչպես է նրա վրա մնացել։ Իսկ հիմա այստեղ նայեք։ Համբուշտի հետք է։ Նրա վրա մահափորձ են կատարել։ Այս կինը հրաշքով էր փրկվել։ Նրա մարմնի այս հետքերը համեմատել անգամ չի կարելի նրա հոգեկանի հետ։ Las heridas más fuertes son las que han quedado en su mente. Չեմ կարծում, որ այստեղ գալը լավ գաղափար էր, Տոնի։ Կարծես այն սարսափելի գիշերը կրկնվում է, երբ Հելենան մահացավ։ Չես զգում, որ այստեղ օդը շատ ծանր է, սիրելիս։ Ոչ, նորից մի սկսիր։ Մենք չպետք է այդ վախկոտից վախենանք, հանգստացիր, խնդրում եմ, հանգստացիր։ Վալենտինո, որտեղ ես։ Մենք այստեղ ենք։ Միթե չես տեսնում նրան։ Բարի գալուստ։ Ինչու եք այդքան վստահ, որ նա ձեր կինն է։ Նրա դեմքն անճանաչելի է դարձել, նա չի կարողանում խոսել։ Ես նրա թևի խալից եմ ճանաչել, դա այն նույն խալն է, ինչ նրա քույրերն ունեն։ Նա իմ կինն է։ Անաստասիան։ Անաստասիա։ Աստված իմ, վերջապես նա մի բառ ասաց։ Ինչ նրան բուժում եմ, սա նրա առաջին շփումն էր իրական աշխարհի հետ։ Ես ձեզ ասում էի, որ նա իմ կինն է, միգուցե նա ինձ ճանաչեց։ Սիրելիս, այդ ես եմ։ Օվիդիոն։ Պարոն Օվիդիո, եթե ուզում եք, կարող եք մասնակցել բուժման ընթացքին, շատ եմ խնդրում։ Միգուցե այդպես հիշողությունը քիչ-քիչ վերականգնվի, քիչ-քիչ կարողանա շփվել իրական աշխարհի հետ։ Այո, ես կարող եմ գալ։ Ես հնարավոր ամեն բան կանեմ, որ վերականգնեմ նրա հիշողությունը, որպեսզի նա ասի այն մարդու անունը, որն իրեն այսօրն է գցել։ Ալո։ Այո, հենց հիմա գալիս եմ։ Բժիշկ, ես պետք է գնամ, դա շտաբ է։ Ես մի փոքր ուշ կգամ։ Բանականին ես եմ ստեղծել, Տոնի։ Կոնստանսան է։ Նա է, քո կարծիքով դա արդարացի է։ Դու թունավորում ես մարդկանց մտքերը, դու նրան մարդասպան ես դարձրել ինչի համար։ Քո վրեժխնդրության ու ատելության համար, Վալենտինո։
Դուք կործանել եք Հելենայի կյանքը եւ այդ ամենից հետո դեռ հանգիստ ապրում եք։ Մտքեդ ինչ կա, Վալենտինո։ Դու հրեշ ես ստեղծել միայն, որ ընտանիքիս վերջը տաս, որպեսզի ցավ պատճառես ինձ։ Դա անհետեթություն է։ Ոչ, դա Թայլյոնի օրենքն է։ Հակն ընտական, ատամն ընտատաման։ Հելենան ինձ համար թանկ էր, իսկ դուք նրան սպանեցիք։ Քո ընտանիքն էլ քեզ համար է թանկ, ուրեմն ես էլ նրանց վերջը գտամ։ Դու վերադարձել ես, որ վրեժ լուծես։ Որ հանգիստ մեռնեմ, Տոնի։ Հիշում ես, մի ժամանակ դու ինձ ապտակեցիր, հիմա էլ իմ հերթն եմ։ Խնդրեմ, տուն մտեք, ներս եկեք։ Ներս եկեք։ Դու դեռ կվճարես ամեն ինչի համար, ամեն ինչի։ Շատ լավ է մորեխիկներ, շատ լավ եք անում։ Սիր Աուրելիո, հետո ինչ որ նեքո քերին եմ։ Ամես մորեխիկ, մողեսիկ, դոդոշիկ է անվանում։ Ես չեմ կարող այս ամենը հանդուրժել։ Սիր գիտես ինչ, ավելի լավ է ուշադրություն չդարձնենք։ Թող մի որոշ ժամանակ անցնի։ Կամաց կհասկանանք, թե այս ծերուկն ինչ է ուզում։ Քերի, կարող է անկարծ մի երկու շիշ գարեջուր լինի։ Մեզ համար։ Այո, կա, բայց ձեզ համար չկա, որովհետև դուք աշխատում եք։ Իսկ երբ կեղտի մեջ ես լինում, պիտի շատ մաքուր եւ ուշադիր մաքրես, որ չկեղտոտվես։ Ուշադիր եղիր, տղա, ուշադիր։ Վերցրու սա, վերցրու։ Մի րոպե քերի։ Դու իրոք կարծում ես, որ հնարավոր է չկեղտոտվել գտնվելով նման կեղտոտ վայրում։ Կամ էլ միգուցե ուզում ես, որ չգիտեմ։ Ահա թե ինչու, դուք շտապում եք, դուք երկուսդ էլ չափազանց շատ եք շտապում։ Դուք ուզում եք ամեն ինչ շատ արագ անել։ Ոչ։ Նման ձևով դուք վանականին չեք բռնի։ Լավ, ուրեմն դուք չեք լսել, որ ասում են ժամանակը ոսկի է, երբ մարդը շտապում է եւ ուզում է, որ աշխատանքը շուտ ավարտվի։ Դե ուրեմն իմացեք, այլապես հետո այդ հնարավորությունը չեք ունենա։ Խնդիրը նրանում է, որ դուք ամեն ինչ մեխանիկորեն եք արել առանց մտածելու, իսկ վանականը գիտի ձեր թուլությունը, թե ինչպես է հաջողվել նրան ձեզ կառավարել։ Լավ, դե ուրեմն բացատրիր մեզ, քերի։ Սովորեցրու։ Ես ուզում եմ սովորել։ Ես կանեմ այնպես ինչպես ասում ես։ Խնդրում եմ, ասա ինձ ինչպես բռնեմ այդ մարդասպանին։ Շատ լավ։ Կռացիր, վերցրու խոսանակը եւ մաքրիր հատակը։ Խնդրում եմ այնպես մաքրիր, որ հատակը փայլի։ Կտեսնենք, թե որքան շատ բան կսովորեք։ Բայց ինձ չեք հասկանում, սա խոզանոց էլ կմնա։ Ճիշտ չեմ։ Այն երբեք կեղտի չի մաքրվի։ Ոչ, ես ասացի փայլեցրեք։ Դա այն պատճառով է, որ դուք համբերություն չունեք։ Համբերություն, որդիներս, համբերություն։ Ես ներս չեմ գա, Վալենտինո։ Վալենտինո, ինչպես կարող եմ քեզպես մարդուն վստահել, որ իմ եւ իմ ընտանիքի մահն է ուզում։ Ոչ, Տոնյարի լսենք նրան, միևնույն է, այդպես մենք ոչինչ չենք կորցնի, չհաշված, որ մենք արդեն այստեղ ենք։ Շան հարմար է նման բաների մասին խոսել, ինձ դա դուր չի գալիս, հարևանները կարող են լսել։ Ավելի լավ է ներս մտնենք։ Նորից եմ հարցնում, Վալենտինո, ուզածդ ինչ է, ինչ ես ուզում։ Բանակցել, Տոնի, ուրիշ ոչինչ, իմ ուզածը միայն երազների խաչն է, ես ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Ուրեմն այդ անիծյալ խաչի պատճառով է իր այդ կրկեսը սարքել Վալենտինո, ենթադրում է, որ Հելենան այստեղ ոչ մի կապ չունի։ Իմ պատմությունը շատ ավելի հստակ է, քան քոնը, Յոլանդա։ Ինչ ես ուզում դրանով ասել։ Այն, որ ասում եք, թե իբր երազների խաչը սպանում ու ոչնչացնում է ամեն ինչ, բայց ես չեմ հավատում քո այդ կախարդական հեքիաթներին։ Ավելի շուտ ես հավատում եմ արատավոր ու չար մտքերին, որոնք վերագրում են այդ զարդին, որի միջոցով ուզում էին սպանել Հելենային։ Ոչ, ես ճիշտ եմ, թե ոչ։ Ես չեմ կարող այսքան հիմարություններ լսել մեկ օրում։ Ոչ, դա հիմարություն չէ, ձեզանից մեկը թունավորել էր խաչը, որպեսզի սպաներ Հելենային։
Բայց հետո պարզ դարձավ, որ ձեր ծրագրերը խափանվեցին։ Ես ճիշտ եմ թե սխալ Յոլանդա։ Արի գնանք Տոնի, արի գնանք, այս մարդը հոգեկան հիվանդ է, որ չի կարողանում համակերպել Հելենայի անտարբերության հետ։ Լսեք, ես ձեզ զգուշացնում եմ, եթե հանկարծ հեռանաք, բանականը կշարունակի իր գործը։ Անիմասիրո խոսքեր, մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո յուսած թակարը թսին, պատմությունդ հորինված, կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված, գիտեմ կեղծիք է, ինչ անել, ինչպես քեզ բաց թողնել, ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ, ինչքան ես լուր հավատում եմ քեզ, այնքան ուժեղ այս շղթայված բանտից փախչել է